Բարի գեսոր սերներ, շնորհակալ ենք Աստծուց մեր, որ հաշապատ անգամը եւս Տերը մեզ կյանք տվավ, նորեն հավաքվեցանք։ Այո։ Ուրեմն մեր սերդողությունը պիտի շարունակենք, ինչպես ուսումնասիրել Աստվածաշունչի մարգարեությունները, այս է թեման, եւ հասած ենք 10-րդ դասը, որ գսե ում համար հասավ ժամանակին վերջը։ Հետաքրքիր թեմա մնե, որ համար հասավ ժամանակին վերջը։ Ուրեմն մեր գարտալու առաջին Կորինթացիս 10-րդ գլուխ 11 եւ 12 համարներն են։ Առաջին Կորինթացիս 10-րդ գլուխ 11 եւ 12 համարներ հրամեցեք։ Եվ մի դրձնչեք, ինչպես անոնց ոմանք։ Սա առաջին Կորինթացիս։ Առաջին Կորինթացիս է։ 10-րդ գլուխ։ Այո, 11 Բայց այս բաներուն համար, բայց այս բաները, բոլոր բաները իբրև օրենքը կպատահի անոնց, ինչպես Որպես օրինակ կպատահի անոնց ինձ մեզի, քանի որ թարերուն վերջը հասավ, խրադը ըլլալու համար կրվեցան, ուստի ան որ գսեբե թե հաստադուն Գեցած է թող ուսուցանա, որ չլա թե ինա։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն Աստծո խոսքը գսե, որ մեզի շատ պատմություններ կան մեջը, այս պատմությունները ինչու համար են։ Նորեն ցեզ ասեմ, երբ մարդիկ կան գսեն, որ 5 դագարանը անցավ, անիկա հերյաներուն համար էր, կամ կարևոր չէ, մենք հիմա նոր դագարանի քրիստոնյաներ ենք։ Այդպիսի բան գոյություն չունի։ Մենք քրիստոնյա ենք, ամբողջ Աստվածաշունչին հիման վրա քրիստոնյա ենք, եւ այդ բոլոր բաները, որ եղան, այդ պատմությունները գրված են, անոնք մեզի օրինակի համար են։ Այս բոլոր բաները իբրև օրինակ կպատահեին, իսկ մեզի, քանի որ թարերուն վերջը հասավ, խրադը լալու համար, մենք թարերուն վերջն ենք արդեն։ Երևակայեցեք, որ մենք վերջավորության գաբրենք, Սուրբիկը նույնիսկ կսե։ Ուրեմն Այս պատմությունները մեզի գօգնեն, որովհետեւ մենք հասկանանք մեր հիմակվա ներկա ճշմարտությունը։ Ամեն ճշմարտություն իր ժամանակը ուներ, եւ մարգարեության մեջ եւ վերջին ժամանակը դույն ճշմարտությունը։ Հիմա մենք մեր ներկա ճշմարտությունը հասնելու համար է։ Ուրեմն որոշ պատմություններ զարմանալի մանրամասնությամբ կգանխատեսեն վերջին ժամանակի իրադարձությունները, ինչը որ մեզ ավելի լայն հիմք կուտա Թանյելի եւ հայտնյան մարգարեությունը հստակ հասկանալու համար։ Ուրեմն այս պատմություններն մասը բարձ են, քանի որ նոր գդագարանը նույն բանը գսե, կհիշեցնե մեզի հինին մասին։ Օրինակի համար Սոդոմ Գոմորը, մեծ ջրհեղեղը, ասոնք Հիսուս ինքն է մեզի այդ պատմությունները գսե, որ այս պատմություններուն ուշադրություն դարձրեք, քանի որ նույնը պիտի պատահի։ Որոշ պատմություններ ալ կան շատ բարձ չեն, բայց գնանք հասկանալ։ Օրինակ երկրորդ Գալուստը, քննական թադը, քննություն դլա, աթադը, շատ լավ չեն կնասնալ։ Վերջին ճգնաժամը, քիչ պատմությունները ավելի խորը պետք է բերենք, որովհետեւ անոնք մեջտեղ անենք։ Ուրեմն սկսելու համար կարդանք Հայտնություն Հովանու 6-րդ գլուխ 13-17 համարները։ Տեսա երբ 6-րդ կնիկը քագեց, մեծ երկրաշարժ եղավ, արևը ծերծավ, մազերեն կուրծիմը պես, դրուսինը բոլոր արյունի պես եղավ, երկինքի աստղերը կետին թափեցան, ինչպես սաստիկ հովեն շարժատ տծենի իր տհաս բդուղները գտապե, և երկինք կալարվող դոմցիմը պես կքաշվեն ու բոլոր լերները և գազդները իրեն տեղերեն շարժեցան, երկին տակավորները և մեծամետները ու հարուսները, հազարապետները և ծորամալները ու բոլոր ծարաներն ու բոլոր աղկատները քարայրներու և լերներու ապարաժներու մեջ բաղվեցան և լերներուն ու ապարաժներուն գսեին մեր վրա ինքեք ու մեզ ծածկեցեք անոր երեսեն որ ատորին վրա կնստի
ու կարնուկին պարգություն Փարվոթանն այ բացնզի անոր պարգությանը մեծ օրը եկա եւ ով գրնա թիմանալ այո շնորհակալ եմ ինչ հետաքրքիր հատված մնե որ մեր ուշադրությունը կգրավե այն մարդիկ ովքեր որ կգործվին եւ գիտեն որ ինչու կգործվին եւ գիտեն որ ով է քարնուգը այսինքն հետաքրքիրն է որ այս մարդիկը անկիդագից չեն բացականչել ասի ով է ասի ինչ կբադայի մեզի ով գայնած ասոր յետևը չէ իրենք գիտեն որ Հիսուսին քանի գսեն քարնուգին մեր վրա ենք լեռներուն աբարաժներուն գսեն մեր վրա ենք մեզի ծածկելու քարնուգին փարգութենեն ուրեմն իրենք քարնուգին մասին գիտեին արդյոք ինչ եղավ որ այդ փարգության դագը ինգան գիտնալով մեկը գինա չգիտնալով աչափ քեզ չէ որչափ որ մեկը գիտնալով գինա ուրեմն անոնք կգիտակցին որ անոր փարգության մեծ օրը հասած է եւ իրանք հայտնված են անհույս վիճակի մեջ ով գնա գայնիլ ով պիտի գայնի հոս ով գնա թիմանալ գսե անոր փարգության թիմած ով գնա թիմանալ միջ այդ ավետարանը քարոզվի երկրի վրա գտնող բոլոր ասկերուն մեջ 24 24 մեջ կսեկացեք ավետարանեցեք բոլոր աշխարհը ուրեմն քարոզվեցավ Աստծո խոսքը ամբողջ աշխարհը երեք հրեշտակներու լուրը կդարածվի համայն մոլորակին վրա այնուամենայնիվ կգտնվին մարդիկ ովքեր անագնալի պիտի կան ոչ թե տեղեկատվության բագասեն այսինքն ոչ թե որ լուր չարին այլ հավատալեն եւ հնազանդ լալու հրաժարվել են հավատալու եւ հնազանդվելու հրաժարումը եղավ թեմ տնել մը եղավ ճուզեցին հավատալ ուզեցին հրաժարվել իրենց լսածեն անոր համար է որ պիտի գործվին ասի է պատճառը որ ասոն կգործվին կարդանք Մատթեոս 24:36-ին 44 համարները կամ 37-ին 39 համարները ով ունի Մատթեոսը Սարգսյանը գերեմ դուրս ելա Կես կգարտա Մատթեոս 24 Մատթեոս 24 37-ը գսե բայց ինչպես նոյին օրերը եղավ որդի մարդոք հարուստան այնպես պիտալա քանզի ինչպես էին այն օրերը չեղեն առաջ կուդեին գխմեին գին գարնեն երգան գուդային միջև այն օրը երբ նոյ դաբանը մտավ ամեն բան կար նույն բնականon ամեն ինչ կլար միջև որ նոյ դաբանը մտավ չգիտան միջև չրհեղը եկավ ու ամենքը վերցուց որդի մարդոք հարուստան այնպես պիտալա ինչպես կրային չգիտնալ 120 տարի նոյը քարոզեց 120 տարի նոյը ըսավ ոչ թե չգիտան այլ ճուզեցին հնազանդ լալ ճուզեցին ընդունել այն ինչ որ իրենց տրվեցավ Հիսուսը եսելեն Հիսուս կսե որ ասում Հիսուսը որ մեզի օրինակը գբերե նոյին չրեղին օրինակը գբերե քանի որ գսե որդի մարդոք հարուստան այնպես պիտի ալա այսինքն Պիտի քարոզվի ամեն գոմ, մինչև վերջին վարյանը մարդիկ կնավոր պիտի չավադան, ոչ թե որ չգիտան, այլ չուզեցին։ Ուրեմն Հիսուսի երկրորդ քարոզը շատ անագնկալ գլա, աշխարհի համար ոչ թե որ չլսեցին, այլ հրաժարվեցան հավատալեն։ Վերջին օրերը գուքան ծաղրողներ, որոնք ըստ իրեն ցանկություններով պիտի վարվին եւ պիտի ասեն ուր է անոր քավստյան խոստումը ասի երկրորդ Պետրոսը գսե քանի որ այն ժամանակ երկրորդ Պետրոս 3 եւ 4 մեկը ունի երկրորդ Պետրոս 3:5 երկրորդ Պետրոս Թոնաչունիս բանմանիա չունի սա չէ զնտոցե Okay Լավ ես կգարտամ նորեն ուր է անոր քավստյան խոստումը քանի որ ժամանակները ի վեր երբ հայերը վախճանվեցան ամեն բան աշխարհի արարչության սկզբեն նույնը կմնա գսեն ամեն անցնող դարվա հետ այս դրամաչյունը միայն գաջի այսինքն ամեն ժամանակ որ տարիները գանցնին մարդիկ ավելի գխորանան ատ խորելագերբին մեջը որ ուր է Հիսուսի քալուստը
Ուրեմն յուրաքանչյուր մարդու սեփական փորձի համաձայն Հիսուսի երկրորդ քաշը ընդամենը մեկ պահ է մահեն վերջ։ Երբ մենք բոլորս գիտենք, որ թե որքան արագ կանցնի կյանքը, ինչպես կրնա այս հեռանկարը մեզ օգնել հասկանալ ուշացումը։ Տեսակ մեր կյանքը որչափ արագ կանցնի, շուտը 60 տարեկան եղանք, 80 տարեկան եղանք, շուտը անցավ ժամանակը։ Չսկացինք նույնիսկ։ Ուրեմն մեկ երբ որ գմեռնի, հաջորդ պահը որ գարտնա, արդեն Հիսուսի երկրորդ քաշն է։ Անոհամար շատ երկայն չէ, խոստումը չէ ուշացած։ Ուրեմն Պետրոս Արաքյալը հիշեցին է մեզի, որ շատերը պատրաստ չեն լար Քրիստոսի քալոստին, քան անոնք կցանկան մոռնալ այն ինչ տեղ ունեցավ ճրեղի ժամանակ։ Նույնը ինչ որ պատմությունը կգրգնվի։ Աշխարհի դիտավորությամբ կանդեսե պատմությունը, որպես առասպել, անկախ թե որքան բարձ եւ հստակ պատկերված է 5 դրագային մեջ եւ բազմաթիվ անգամ հիշատակված է նոր դրագային մեջ։ Եվ գիտեք, որ աշխարհի շատ ժողովուրդներ ճրեղին պատմությունը ունին իրենց պատմության մեջ, այսինքն ճրեղը եղած է, կատաստրոֆիկ բան եղած է, գիտեն, բայց չեն ուզեր գանդեսեն։ Մատթեոս 24 36-ին 44 Ադիգա գարտացի արդեն։ Ադիգա է գարտացածս։ Եվ նորեն նոյին օրինակը կբերե գարտացի։ Նոյին օրինակը կբերե եւ երևակայեցեք, որ նոյը 120 տարի քարոզել են վերջը, միայն ինքը եւ իրեն ընտանիքը փրկվեցան։ Մեգումն այսն է, կսե որ ասոր հեչ հաջող չէր ասոր քարոզությունը։ Հաջող չեղավ իրեն քարոզությունը, բայց այդպես չէ։ Իրեն դրված պարտականությունը ինքը հրավ։ Մենք շատ անգամ պետք չէ վհադինք, երբ որ բամը մեր քարոզությունը արդյունքը չենք տեսնար։ Ուրիշ վայրերում մեջ հիմա Ամերիկա գնաչելա, բայց շատ ուրիշ տեղեր գլսենք, որ հայրներով, հազարներով մարդիկ կփրկվին եւ կմգրդվին հիմա այսօրվա մեջ։ Ուրիշ աներևակայելի արդյունավետ տեղեր եւ շատերը կսկսին ճաշտալ դերը։ Մենք դեռ չհասանք հոն, ուր որ փորձության ժամկետը ավարտվի եւ ողորմության թուրը փակվի։ Այսպեսով ովքեր պատրաստ էին անոր հետ հարսանիքը մտան եւ թուրը փակվեցավ։ Մենք հիմա դեռ հոն չհասանք։ Գիտեք, երբ որ 5 հիմար գույսերուն ժամանակ Պեսան եկավ, ներս մտավ, թուրը կոծվեցավ։ Մենք դեռ թուրը չէ կոծված, մենք կորձ ունենք ընելիք։ Որպես անհատ, որպես եկեղեցի, մենք դեռ կորձ ունենք հույսներուն, ուրիշներուն ասելու, որ Հիսուսի հավատան եւ Աստծո պատվիրանքները բան, քանի որ ով է վերջին ժամանակվա մարդիկը, ով են վերջին մնացորդը, անոնք ովքեր որ Հիսուսի հավատ ունին եւ անոր պատվիրանքները կբահեն։ Պատվիրանքները բահելը շատ կարեւոր է, գիտնալու մարդ թե դու ինչպես կհավատաս Աստծո։ Բայց գիտես ինչ Հիսուս կուշացնե որ իր քարոզը որ մարդիկ փրկվին։ Մենք կարևոր մենք փրկվենք եւ աղոթենք մյուսներուն համար։ Ուրեմն ինչու համար պետք չէ բահադինք, քանի որ գսե որ Հովաննու 4:37-ի մեջ գսե ուրիշը գսերմանե, ուրիշը գհանցե։ Մեզ մեկինա սերմանել։ Չենք գիտեր որ ուր դեղեն ով ինչպես կհանցվի։ Սոթոմի եւ Գոմորի պատմությունը եթե նայենք, ադիալ մեզի համար օրինակ մնե, որ գրագ իջավ երկինքին եւ գրագով այրվեցան աս քաղաքները։ Նույնպես գիտենք, որ ամփարիչները նույնպես պիտի գործամին գրագով, ինչպես որ հստակ գրված է Հայտնության 20-րդ գլխի մեջ։ Մեղքը ծայրահեղ նենք է։ Նենք գիտեք ինչ է, այսինքն ստախոս նենք։ Մեկը մարդ մգա որ նենք է, այսինքն երեսիդ կժպտի, բայց հետևեն գհարված է։ Մեղքը արանք է։ Երեսիդ կժպտի, քեզի կխափե, բայց հետևեդ կհարված է։ Մեղքը անանք է։ Ուրեմն մենք հաճախ ինքնահավանության քողի տակ կքողարկվի մեր մեղքերը, միշտեր ուրիշներու չարագործություն հաճախ ագնհայտ են մեզի համար։ Այսինքն մեր մեղքը չէ դեռ, չուզեր ցցնել որ ես մեղ կրի,
Բայց թիմացին մեղքը ագնհայտ կերևնա։ Մեր մեջի մեղքը երբեմն անանգ է։ Ինչպես որ գսեք ու աչքիդ մեջի քերանը, հանե որ թիմացինի շուհը տեսնաս։ Քերան մոնինգ ինքնահավանության կողի դագ է։ Իսրայելը գսե Աստծո ժողովրդին համար բորնոգություն գներ, այսինքն հոգևոր շնություն գներ, ինչու Աստծո ժողովրդին զարմանքը որ չափ շատ եղավ, երբ որ Հիսուսը ասա, որ այն մարդիկ Սոդոմ Գոմորին ավելի թյուրին բիդալա, Սոդոմ Գոմորին ավելի թյուրին բիդալա, քան թե ցեզի։ Քանի որ եթե այս բաները իրենց մեջ քարոզված լար, անոնք կարելի է գփրկվեին։ Եվ անիկա զարմացան, որ իրենց համեմատեց Սոդոմ Գոմորի հետ։ Երբեմն մենք ալ պետք է գիտնանք Աստծո ժողովուրդը վերջապես հասնա իր մեղքերուն լրջությունը։ Օրինակի համար Նաթան մարգարեն նույն բանը արավ։ Երբ խոսեցավ Դավիթին հետ։ Դավիթը մեղք գործեց, բայց անդրադարձավ իր մեղքին։ Չէ, հետ չէր գիտեր, որ ինքը մեղք գործել է, միջև որ Նաթան մարգարեն եկավ, եւ մեկ հատ քառնուգի օրինակ մտավ։ Գիշեք հատ քառնուգին օրինակը, ասա որ հարուստ մարդ մգա շատ ոչխարներ ուներ, աղքատ մարդ մգա մեկ հատ քառնուգ ուներ։ Հարուստինքովը հյուր եկավ եւ աս հարուստը փոխանակ իր շատ ոչխարներեն մեկ հատը մոտ է քնած at մարդու մեկ հատիկ ոչխար առավ, անիկա մոտեց եւ Դավիթը ինչ եղավ։ Ասեք, փարգացավ։ Ինչը սավատ մարդուն համար, at մարդը անպայման պետք է մեռնի։ Վերջավորտան կոնը Սողոմոնը ծնավ։ Որ աստված ուրացավ։ Մեղքը շարունակվի երբեմն։ Եվ այն ժամանակ Նաթան մարգարեն ասա, որ իմաստուն կոչվեցավ։ Այո։ Մեջ իմաստուն կոչվեցավ։ Ներվեցավ, մեղքը ներվեցավ։ Այո, հոսա Դավիթ թագավորին ասավ Նաթան մարգարեն, at մարդը տունես, այսինքն տունես արժանի պետք է մեռնիս։ Դավիթը զղջաց, սակայն Սողոմոն չզղջաց։ Միայն վերջին վայրկյան ասավ ամեն ինչ ունայնություն։ Ադե զղջաց։ Իներ ետ վերգեց։ Եվ հարուր կիններ։ Մենք ավրատել Ուրեմն մեկը պետք է լավ որ մեր մեղքը մեր աչքը խոթե ինչպես որ գսենք մենք բարձնեսով մեր մեղքը մեր աչքը պետք է մտնա Աստված աղոթենք որ Աստված մեր աչքը մտցնե մեր մեղքը որովհետեւ մենք զղջանք եւ ապաշխարենք թե ոչ այդ մեղքին մեջ մենք գրագին մեջը բիդելանք գրագով գայրինք նույն թագարտը չինանք ուրեմն համայն աշխարհի թագավորը հետաքրքիր պատմություն մգա Աբրահամին հետ Աբրահամը ջարչի գրավ իր երկնային այցելուներուն 3 հատ էին կանցե չէր գիտերով են հրավիրեց եւ բայց անի Հիսուս էր իր հրեշտակներով եկած էր իրեն այցելելու եւ Աբրահամին գխոստանա որ հաջորդ տարի դղամը բյունենա Սարան անհավատալի բան 100 տարեկան Աբրահամ 90 տարեկան Սարա ասա որ հաջորդ տարի դղամը բյունենա եւ որը Հիսուս պետք է քար at ասկեն at սերունտեն at Սարային ունեցած զավագեն միտքար Հիսուս մեր մեսիան այո Սակայն Աբրահամին խապվելով մինչև այսօր երկրակուն ամենը գտարապի Երկրակույտը գտարապի բայց մենք տարապելու պետք չունենք խաղաղություն գնանք ունենալ երբ որ Հիսուս ունենք Աբրահամը տեսավ չի Հիսուսը Հա գսե Աբրահամը տեսավ Հիսուսը քովը ճաշեց միասին Անալ ճիշտ ատամին պես գնկան խապվեցավ Ճիշտ բիցեի որ ահա հապվեցավ մենք իշտե Եվայի ջրանեն նկաշենք որ Այ Բայց պիտի նայենք որ ծննդոց պիտի գարտանք հիմա ծննդոց 18-րդ գլուխ բան մանել 17-32 համարները ծննդոց Եվ դերը ասավ Միտե Աբրահամին բիտպահեմ ինչ-որ պիտի ընեմ, որովհետև Աբրահամ անշուշտ մեծ ու զորավոր ազգ պիտի ելնա ու երկրի բոլոր ազգերը անով պիտի օրհնվին։ Քանզի գիտեմ զանիկը, որ իր որդիներուն ու իր մայրիկը իր դանը պիտի բադվիրե, որ անոնք արդարություն
ու իրավունք ընելու համար։ Դերոջը ճամփան դիպ պահեն, որովհետեւ դերը Աբրահամին վրա բերե, ինչ որ խոսեցավ։ Եվ դերը ըսավ, որովհետև Սոդոմի ու Գոմորի աղաղակը շատացավ եւ անոնց մեղքերը խիստ ծանրացավ, հիմա պիտի իջնեմ տեսնելու թե բոլորովին ինձի եկած աղաղակի պես ըրին եւ եթե ոչ գիտնան։ Այն մարդիկը անգելան ու դեպի Սոդոմ կացին, Աբրահամ դակավին դերոջը արջև կայներ էր։ Եվ Աբրահամ մոտեցավ ու ասավ. արդյոք ամբարիշտին հետ արդարնալ պիտի գործընծնես։ Երևս այն քաղաքի մեջ 50 արդար ըլլան, արդյոք անոր մեջ եղած 50 արդարին համար չխնայելով պիտի գործընծնես։ Այնտեղը կավլիցի, որ այսպիսի բան մկատարես, որ արդարը ամբարիշտին հետ մերցնես ու արդարը ամբարիշտի պես ըլլա։ Կավլիցի միտե բոլոր երկրի տադավորը արտարություն պիտի չնե։ Եվ դերը ըսավ, եթե Սոդոմի մեջ 50 արտար գտնեմ, անոնց համար բոլորին պիտի խնայեմ։ Աբրահամ պատասխան տվավ ու ասավ, հիմա ես, որ հող ու մոխիր եմ, դերոջը հետ խոսելու սկսա։ Երևս 50 արտարեն 5 բագաս ըլլա, այն 5-ին համար բոլոր քաղաքը պիտի գործընծնես, դերը ըսավ, եթե հոմ 45 տեսնեմ, չեմ գործընծներ, դարձել խոսեցավ Աբրահամ ու ասավ, դերևս հոմ 40 գտնվի և անիկա ասավ, 40-ին համար ալ պիտի չգործընծնեմ, և ինք ասավ, ոհ դերը չպարկանա ու խոսիմ, դերևս հոմ 30 գտնվի, դերը ասավ, եթե հոմ 30 գտնվի, պիտի չնեմ, և ինք ասավ, ահա իմ դերոջը հետ խոսելու սկսա, դերևս հոմ 20 գտնվի, անիկա ասավ, 20-ի համար ալ պիտի չգործընծնեմ, և ինք ասավ, ոհ դեր չպարկանա, ու միայն աս անգամ ալ խոսիմ, դերևս հոմ 10 գտնվի, և անիկա ասավ, բացին համար ալ պիտի չգործընծնեմ, դերը Աբրահամին հետ խոսի լմնցուցածին պես գնաց Աբրահամ ալ իր տեղը դարձավ։ Այո, շնորհակալ եմ։ Նայեցեք, որ Աստված երբեք պարտավոր չէ մեզի բացատրելու իրեն գործերը։ Բայց կտեսնաս, որ Աբրահամին եկավ եւ իրեն գուզե ծրագիրը ցցնել։ Իրեն շարժարիտները չի ծածկեր։ Ամեն բան բարձորեն Աստված կուզե, որ մենք գիտնանք։ Եվ Աստված կարծես թե բազար գնե 50-ին մինչև 10-ը գիչնա, քանի որ Աբրահամ գսե, որ թուն ամբողջ աշխարհի թադավորն ես, արդյոք շիրակ թատպի չնես, եւ Աստված կուզե ցցնել, որ գնե։ Աբրահամը եւ տեսնե թե իր սերունդը ինչ կրեն։ Հիմա թող կա, ոչ թե անցյալին, կանչե։ Չեմ կարծել, որ գուկա։ Գսե, որ Ամոսի մեջ Աստված ոչ մեկ բան չներ, մինչև իր խորհուրդը չհայտնե իր ծառաներուն, մարգարեներուն։ Չեմ կարծել, որ գուկա։ Եվ մեզ Աստված թույլ կուտա հետաքննել վկայությունները նախքան վերջապես կրակ իջեցնել երկրի վրա, այսինքն Աստված մեզի առիթ պիտի տա, որպեսզի մենք գիտնանք, ինչու համար սա 1000 տարի մեզի պիտի տանի երկինք, այդ 1000 տարվա մեջ մենք առիթը պիտի ունենանք, որպեսզի ստանանք բազմաթիվ հարցերու պատասխանները, որոնք այժմ անպատասխան կմնան։ Նախքան դերը վերջնական թադաստան բերե գործանվածներու վրա մեզի գուտա 1000 տարի հասնելու համար թե ում հետ եւ ինչու պետք է լա աստատաստանը։ Ասինչ կսե Աստծո բնավորության մասին։ Աստված սեր է նախ եւ Աստված արդար է, լույս է։ Այո, որքան Փաց է սիրտը, Աստված ամեն բան փաց մեզի դված է, քաղտնի բամը չէ բահած իր էակներուն համար։ Եվ մենք բոլորը լիովին գախում ունենք իրեմե։ Եվ մենք չունենք ուրիշ իրավունք չունենք ամեն բան գիտնալու, բայց Աստված երբեմն բաներ կա, որ մեզի գցցնե։
Երբեմն բաներ կա, որ գսե քեզի գփավե քիծածդ։ Հութային կգարտաս։ Անցա տեղը։ Արդ ուզեմ ցեզի հիշեցնել, թեև գիտեք ասիգա թե դերը որ ժողովրդին Եգիպտոսեն եկրեն ազատեց, եւ չհավատացողները գործընծուց, եւ այդ ռեշտակները, որոնք իրենց իշխանությունը չբայեցին, հապա իրենց բնությունը ցկեցին Մշտենչենավոր գաբերով խավարին մեջ պահեց, մեծ օրվան Թադաստանի համար, ինչպես Սոդոմ ու Գոմոր եւ անոնց բոլորդիկը եղած քաղաքները, որոնք անոնց նման որնգություն ընկերներուն մահմինին յետևեն, երթալով մեր առջև օրինակ գեցեր եւ հավիդենական գրագի թադատվարդությունը ընդունելու նույնպես այս ցնորացներն ալ մարմինին կբղձե ու դերերուն կանարկե եւ մեծապարներուն թեմ գհայոյե։ Այո, շնորհակալ եմ։ Հաստատը աստեսակ մեղքի մեջ եղողն ցնորացներ կգոչե։ Ցնորած, yani ցնորած, ցնտերը, շվարերը, ծրվերը, ճիգա, հոնչե, խելքը չաշխատի որ։ Բայց կտեսնաս որ ամենը գսե յետքը չհավատացողները գործընծուց։ Աստված չհավատացողներն է որ գործընծեն։ Ով որ հավատաց փրկվեցավ։ Եգիպտոսեն ելան Ճամփունգեսը սկսան 10 տեսակ ցավ տեսան կամ հրաշալի հա վերջինը այդ 10 բանը տեսնողով էր իրանք չէին տեսան բայց չհավատացին Տաներ 7-րդ գլխի մեջը դատաքննության նկարագրությունը կա ինչպես Աստված կլուծե մեղքի հիմնախնդիրը թերևս փրկելով անոնց ովքեր կցանկանան ապրիլ իր հետ ուխտի հարաբերության մեջ Տանել 7-րդ գլուխ Ինյորդ համար Երբ կթիդեի աթորներ թրվեցան և հինավուրցը նստավ Անորը սկեսը չունի բես ճերմակ ու կխումազը մաքուր պուրտի բես էր Անոր աթորը գրագի փոցի բես ու անիվներն վառած գրագի բես էին 10-րդ համար Անոր արջևեն գրագի կետ կելներ և կվազեր հազարավորներ ծառայություն գնեին Անոր և փյուրավորներ անոր արջև կգայնեին Ադյանը բազմեցավ թադելու և քիրքերը բացվեցան Ասոնք մեր կործերուն քիրքերն են բիբացվին որբեսի թադվին մեր կործերը բիթադվին 13-րդ համար Քիշերը դեսիլքի մեջ կտեսնեի թե ամբերով որդի մարդո մեկը գուքար մինչև հասավ անոր որ հավիդյան գենթանի է ու որդին մարդո անոր մոտեցուցին 14-րդ համար անոր իշխանություն բադիվ թակավորություն դրվեցավ որբիսի բոլոր ժողովուրդները ազգերն ու լեզուները անոր ծառայություն ունեն անոր իշխանությունը հավիդենական իշխանությունն է որ պիտի չանցնի ու թակավորությունը պիտի չավրվի 22 համար մինչև որ հավիդյան կենթանին եկավ եւ Փարսյանին սուրբերուն իրավունք տրվեցավ ու ժամանակը հասավ որ սուրբերը թակավորությունը առնեն 26-րդ համար թեև Ադյանը պիտի բազմի բայց անոր իշխանությունը պիտի վերցնեն վերջապես Զանիգա փնաճիչ պիտի նեն ու գործընծնեն 27-րդ համար թակավորությունը իշխանությունը բոլոր երկիդակ եղող թակավորությունների մեծությունը Փարսյալին սուրբերուն ժողովրդին պիտի դրվի Անոր թակավորությունը հավիդենական թակավորություն պիտի լա ու բոլոր իշխանները անոր պիտի ծառայեն ու պիտի հնազանդին Այսինքն ի վերջո չարը պիտի հաղթվի ի վերջո չարը որ իշխանություն ունի հիմա բայց պիտի գործվի պիտի մնա եւ մեզի ինչ կմնա որ մենք պետք է անենք Աստծո ժողովուրդը պիտի թադվի բայց Աստված բոլոր կործերը Թադաստանի պիտի բերեք Պողոս առաքյալ եւ մեզի գսե որ մենք միմիած չի թադենք որովհետեւ բոլորս Քրիստոսի ադայն արժե պիտի գայնենք Երբ որ թիմացին գտադես, այդ հայելին քեզի գտարնա, թուն գինաս նույն փոսին մեջը,
Ավելի լավ է աղոթես անոր համար։ Աստված մեզ գտել է իր ներկայության մեջ, այն կփանա քիրքերը թույլ կտա Սուրբեyon տեսնելու ամեն բան մի տեսնանք։ Սոթոմի կոմի համար Աբրահամի խնդրանքի պատմությունը Թադավճրի մի տեսակ կներկայացնե, այսինքն կարծես Թադարանը լար 50, 40, 30, 20, 10 Թադարանի պես կխոսի որ Աստծո հետ։ Սոթոմի մեղքերը ակնհայտորեն կքննարկվեին։ Աստված կնշե որ քաղաքի ամբարշտությունը այնպիսի համբավ ձեռք բերած էր անորթեմ աղաղակը մեծ էր գսե Աստված եկա տեսնալու։ Բայց ոչ միայն Սոթոմ Գոմորը քննվեցին նախքան անոնց կործանումը։ Աստված նաև թուրը բացավ Աբրահամի համար ուսումնասիրել թե արդյոք Աստված արդարացի է ամբարիշտները ոչնչացնելու իր որոշման մեջ, թե ոչ։ Աբրահամն վստահ գիտավ որ Աստված արդար եղավ Սոթոմ Գոմորը ոչնչացնելու համար։ Սոթոմ Գոմորը ասոնք երկու խոշոր քաղաքներ էին, բարգավաճ քաղաքներ էին, հարուստ քաղաքներ էին, շատ հարուստ էին։ Անոր համար հբարդացան եւ ատմեղքի մեջ էին գան։ Շատ հարուստ էին։ Հիմա ամենն է, աշխարհը ունեն։ Իա, որչափ կհարուստ։ Այո։ Այսօր Միասեռականությունը շատ քեշ էր եւ ավելի քեշ բաներ։ Աշխարհի ընթացքը Սոթոմ Գոմորը անցեր է։ Այո։ Հիսուսի գադարյալ արդարության շնորհիվ է միայն որ մեր ժողովուրդը կխուսափի Թադաստանեն։ Ուրեմն, եթե երևակայենք մենք Թադաստանի առջև գեցած ենք, Սուրբ Աստծո առջև կբացահայտվին մեր բոլոր գաղտնիքները, որն է մեր միակույսը Թադաստանի այդ ժամանակ։ Մեր միակույսը Քրիստոսի արդարությունն է, այո։ Մեր մեղքերը մեզի Քրիստոսի պետք է դանին, եւ մենք պետք է ապաշխարենք եւ խնդրենք, որ իր արդարությունը մեզի հագցնե, որովհետեւ գանանք Թադաստանի առջև գայնել։ Մեր Թադաստանին ադեն գանած ադենից մեր անվանդակ Հիսուսի ստորակությունը կա։ Այո։ Մենք անցանք դա։ Եվ ադի հիմա մենք աստեղեն պետք է ենենք։ Երբ որ Հիսուսի հավատաց կտրվի ստորակրված է երկողմեն իրան արյունովը, ոչ թե մատիտով։ Այո, այրունով, այրունին դագա։ Վերջացնելու համար վսեքահանայապետը սատանայի մեղադրանքներեն չի գնար պաշտպանել իրեն կամ իր ժողովուրդը, ան չի հայտարարել, որ Իսրայելը զերծ է մեղքեն։ Ժողովրդի մեղքերը խորհրդանշող աղդոտ հագուստով, որ կգրե որպես անոնց ներկայացուցիչ, այն գայնած է հրեշտակին առջև խոստովանելով մեղքերը, սակայն մատնանշելով անոր ապաշխարությունը եւ նվաստացումը հույսը գտնե մեղքեր ներող փրկչի ողորմության վրա։ Հավատքով ան կպահանջի Աստծո խոստումները։ Մեղադրելով անոնց ովքեր Տերոջը կփնտրեն, սատանան ցավ չի ապրի անոնց մեղքերուն համար։ Անոր հրճվանք կպատճառի անոնց արադավոր բնավորությունը, քանի որ միայն Աստծո օրենքը խախտելով անոնք կհայտնվին սատանայի իշխանության տակ։ Սատանան կմեղադրե բացառապես արդյունք են Քրիստոսի նկատմամբ թշնամության։ Փրկության ծրագրի շնորհիվ Հիսուսը կգոդրե սատանայի մարդկային ընտանիքը գաբող գաբանքը եւ մարդկանց կփրկե անոր իշխանութենեն։ Մարդը իր ուժերով չի գնար դիմադրել թշնամին այս մեղադրանքներուն։ Այն գայնած է Աստծո առջև մեղքով աղդոտված հանդերձով, խոստովանելով իր մեղքերը, բայց Հիսուսը մեր փաստաբանը աստեցիկ ճար կներկայացնե իր պաշտպանություն անոնց, ովքեր ապաշխարությամբ եւ հավատքով իրան հաստատ են իրենց անձերուն պահպանությունը։ Հիսուս հանդես կուքա անոնց կորձի պաշտպանությամբ եւ կողքոթան որպես հզոր փաստարկ ներկայացնելով կհաղթե անոնց մեղադրողին։ Գադարյալ հնազանդությունը Աստծո օրենքին անոր գշնորե իր ողջ իշխանությունը երկրի մեջ եւ երկրի վրա։ Այն կբանջի որ հոր ողորմությունը եւ հաշտությունը մեղավոր մարդու համար։ Ուրեմն ինչպես որ քիչ առաջ ասենք ապաշխարություն Քրիստոսի արյունը եւ անոր արդարությունը մեր վրա հագվիլ այս է որ մեզի գնա Թադաստանին առջևը գայնեցնել։ Ամեն։ Շնորհակալ եմ ուշադրության համար, մինչև հաջորդ հանդիպում։